Բարև ձեզ։ Մեր զավոր արևելքում այլևս ճգնաժամ չէ։ Այն ինչ կատարվում է մեր հարևան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետություններում պարզապես վեճ չէ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ։ Սա նույնիսկ սահմանափակ ռազմական հատուկ գործողություն չէ։ Սա ուժային կենտրոնների ուղիղ բաց բախում է, իսկ մեկ բառով ասած պատերազմ։ Պատերազմները սովորաբար սկսվում են հայտարարություններից հետո առաջին կրակոցներով եւ ավարտվում են քարտեզների վրա բառի բուն եւ փոխաբերական իմաստով։ Եթե թուլանում է Իրանը, փոխվում է ամբողջ տարածաշրջանը, փոխվում է ամբողջ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը։ Ինչ տեղի ունեցավ նախընթաց օրերին, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը թիրախավորեցին Իրանի Իսլամական Հանրապետության ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև իշխանական բուրգի առանցքային դեմքերին։ Իրանը արձագանքեց հակահարվածով, հարվածներ հասցրեց եւ Իսրայելի տարածքին եւ տարածաշրջանում ամերիկյան ռազմապազաներին։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե արդյոք սկսվում է Իրանի վերածևումը, մասնատումը, արդյոք ինչ շահեր են հետապնդում պատերազմի կողմերը եւ պատերազմի մեջ ներգրավված քաղաքացիները եւ որն է Հայաստանի դիրքորոշումը, ինչպիսին է լինելու Հայաստանի դերը նոր իրավիճակում, նոր ճարտարապետության մեջ։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ հրապարակախոս վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան։ Բարև ձեզ։ Սկսենք նրանից, թե ինչու փլուզվեցին բանակցությունները եւ ինչու բանը հասավ պատերազմին։ Ռազմական սցենարը կարծում եք նախորոք մշակված էր, թե արագ որոշում։ Ես կարծում եմ ռազմական սցենարը մշակված էր, բանակցությունները նրա համար էին, որպեսզի տեղեկատվական ֆոն ստեղծվի, որ Իսլամական Հանրապետությունը բանակցունակ չէ կամ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել եւ հրաժարվել միջուկային զենքի ծրագրից, այսինքն այդ բանակցությունները ըստ էության ծածկակող էին։ Իսկ նպատակը միջուկային ծրագիրն էր, թե գնավել ոչ եւ ավելի մեծ նպատակներ ուներ։ Վերջին միջնորդավորված բանակցությունից առաջ իրանական կողմը հայտարարեց, որ եթե Միացյալ Նահանգները շահագրգռված են միջուկային զենքի ծրագրով, ապա նրանք վկայակոչեցին Գերագույն հոգևոր առաջնորդի ֆեթվան, որով Իրանը հրաժարվում է միջուկային զենք ունենալու հեռանկարից կամ տարանպես բացառում է եւ եթե նպատակը լիներ իրոք Իրանի հետ պայմանավորվել, որ Իսլամական Հանրապետությունը չպետք է միջուկային զենք ունենա, ապա կարող էին այդ հիմքով գալ համաձայնության, բայց ես որքանով հասկանում եմ Իրանը նույնպես այնքան էլ հակված չի եղել կարգավորման, որովհետեւ պատերազմը ձեռնտու է նաեւ Իրանին։ Պատերազմը ձեռնտու է Իրանին։ Այո, որքան էլ տարօրինակ հնչի, որքան էլ արտառոց հնչի, որովհետեւ այստեղ մենք գործ ունենք քաղաքական կազմակերպվածության եւ պետական գաղափարախոսության ընդգծված տարբերությունների հետ, այսինքն հակադիր բևեռներ բախվում են։ Մեկն ինչ է ասում, մյուսը ինչ։ Արևմտյան եւ իսրայելական նարատիվը այն է, որ Իրանը ճարիքի առանցքի կենտրոն է եւ այդ ճարիքի առանցքին նրանք ներգրում են Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան առայժմ։ Ու որպեսզի այդ ճարիքի առանցքը իրենց բառն եմ օգտագործում չընդլայնվի, պետք է կոտրվի իրանական ֆունդամենտալիզմը, իսլամական ֆունդամենտալիզմը, ավելի ճիշտ շիադավան ֆունդամենտալիզմը։ Իրանը գտնում է, որ շիադավան արմատականությունը կարող է աշխարհակարգի մասնակից լինել եւ իր այդ աշխարհակարգի ընկալումը պաշտպանելու համար կանգ չի առնում նույնիսկ ռազմական բախման սպառնալիքի առջև։ Եթե այստեղ Իրանին հաջողվի որևէ զիջում Միացյալ Նահանգներից գործել, ապա դա Իրանը միանգամից դարձնելու է տարածաշրջանի թիվ 1 երկիրը։ Անառարկելիորեն այստեղ քննարկման թեմա չէ, որովհետև Իրանի մրցակից է Պակիստանը, միջուկային պետություն, Իրանի մրցակից է Թուրքիան, որ Մերձավոր Արևելքի թիվ 1 տերության, այսպես կարգավիճակի հասնելու ընդգծված ձգտում ունի։ Բոլոր հանգամանքները
թույլ են տալիս դատելու որ պատերազմը քաղաքական առումով ձեռնտու է իսլամական հանրապետության սուրը գործող իշխանություններին կամ իսլամական աշխարհի ընկալումներին, այսպես ասենք, որտեղ դրանից հետո, պատերազմից հետո, եթե Իրանին հաջողվի նվազագույն կորուստներով դուրս գալ պատերազմից, այսինքն պահպանել իր այսօրվա ռեժիմը, պետական ամբողջականությունը եւ ռազմական պոտենցիալը ու ռազմատեխնոլոգիական պոտենցիալը, ապա անկասկած տարածաշրջանում գտնվելու են երկրներ, որոնք համախմբվելու են Իրանի շուրջ։ Այն ինչ որ անցած մի քանի տարիներին Իսրայելը արել է, Թուրքիան արել է, Սիրիայում, Թուրքիան, Իսրայելը Լիբանանում, Իրաքում եւ այլ երկրներում կարող է փլուզվել եւ նորից Իրան կարող է վերականգնվել որպես տարածաշրջանային տերություն։ Հիմա դա պահպանելը չթույլատրելուն էր միտված այն, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը թիրախավորեցին ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև իշխանական բուրգի առանցքային դեմքերին։ Գիտեք, այս առումով ես այսպեսի ընկալում ունեմ, որ նրանք հաշվարկ են կատարել, որ հոգևոր առաջնորդի եւ բարձրաստիճան զինվորականության ֆիզիկական ոչնչացումը, որքան էլ այս բառը բարեհույս չլինի, հնարավորություն կտա, որպեսզի չափավոր պահպանողական Պեզեշքյանը ձևավորի նոր իշխանություն, որը կընդունի Միացյալ Նահանգների պայմանները եւ այդ դեպքում Միացյալ Նահանգները կմեղմացնի կամ ընդհանրապես կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները եւ կանցնի Իրանի նավթագազային բացառիկ մետաղների շահագործման, չգիտեմ, կոնցեսիոն կառավարման եւ այլ գործընթաց, որը կապահովի Միացյալ Նահանգներին տնտեսական եւ ամենից առաջ կոմունիկացիոն ներկայություն Իրանի Իսլամական Հանրապետությունում, ինչը թույլ կտար Միացյալ Նահանգներին վերահսկել Ասիա խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանից մինչև Հյուսիսային Աֆրիկա եւ Ատլանտիկա, այս եվրոպական Ատլանտիկա նկատելով, այս հզոր խոշոր մեգա ռեգիոնի արևտրատնտեսական կոմունիկացիաները բերելու ժամանակ խզել Ռուսաստանի, Իրանի եւ միջև Պարսից ծոց այդ հյուսիս-հարավ կոմունիկացիան ու մի կողմից վերահսկողության ամրապնդել Կենտրոնական Ասիայում, մյուս կողմից Հարավային Կովկասում։ Ահա այս հաշվարկը կատարես, ես կարծում եմ Միացյալ Նահանգները թույլ է տվել ոչ ճշգրիտ, այսպես բեղմ ասած, որովհետև Խամենեիի սպանությունը կարծես թե ավելի շատ համախմբել է իրանական հանրությանը, քան թե բողոքի զանգվածային ակցիաների առիթ հանդիսացել։ Իսկ ձեր տպավորությամբ կամ ձեր կանխատեսմամբ Պեզեշքյանին կհաջողվի, թե չի հաջողվի ձեր ասած իշխանությունը ձևավորել, որ Միացյալ Նահանգների հետ լեզու գտնի, թե դեռ վաղ է։ Հիմա այն որ ինչ որ կատարվում է Իրանում այդ ժամանակավոր կառավարման մարմին ստեղծել է, այդ մասին ինչ որ բան հուշում են, թե չէ։ Բարդ իրավիճակ է, ես համարում եմ, որ Միացյալ Նահանգները Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին ոչնչացնելու երկրորդ փուլ չի սկսել։ Շատ ճչալ կլինի, ասենք, եթե թիրախավորվեն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատարը կամ ասենք ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանին, սա արդեն ճչացող երևույթ կլինի, իսկ որ Պեզեշքյանին չի հաջողվել վառապացույցը այսօր վաղ առավոտ անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանի հայտարարությունը, որ Իսլամական Հանրապետությունը Միացյալ Նահանգների հետ բանակցելու ոչինչ չունի, չի գնալու բանակցություն։ Սա վկայում է, որ ուզում են բանակցեն, բայց Լարիջանին պատասխանեց, որ սա վկայում է, որ այնուամենայնիվ իշխանությունը Իրանում անցել է ոչ թե Պեզեշքյանին եւ մյուս երկուսին, այլ Լարիջանին շարունակում է մնալ սպանված հոգևոր առաջնորդի տեղապահը, մանավանդ չգիտեք, ասենք հաստատ գիտեք, որ տեղեկատվություն կա, որ սպանությունից ոչ ավելի քան 1-1.5 ժամ առաջ Խամենեին
հանդիպել է Լարիջանիին եւ Պաշտպանության խորհրդի քարտուղար Շամխանիին։ Հիմա այս երկուսից մեկը սպանվել է, Շամխանին սպանվել է, Լարիջանին փրկվել է։ Եվ եթե նա այսօր հայտարարում է, որ Իրանի հետ բանակցել, Միացյալ Նահանգների հետ բանակցելի ոչինչ չունենք, եւ դա ասում է այն դեպքում, երբ արտաքին գործերի նախարար Արաղչին 3 ուշ երեկոյան մի քանի հեռախոսազրույցներ ունեցել եւ Թուրքիայի հետ գործնախարարի եւ Օմանի հետ գործնախարարի հետ խորհրդատվություններ անցկացվել։ Այս ֆոնին ես ենթադրում եմ, որ իրական իշխանությունը Իրանում այսօր այս պահին գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության եւ Ալի Լարիջանիի ձեռքում եւ հայտնի չէ, գոնե կանխատեսելի չէ, թե երբ եւ ինչպես է անցկացվելու գերագույն հոգեվոր նոր առաջնորդի ընտրությունը։ Դուք մի փոքր շոշափեցիք նաեւ հանրային տրամադրությունները, այս առումով ինչ ունենք, արդյոք կարող է ինչ ռիսկեր կան անկայունության եւ այդ անկայունության միջոցով էլի այդ իշխանության մասնատման, իշխան փլուզման հետ կապված։ Չկա ակնհայտորեն Իրանի ներսում ընդդիմադիր ընդգծված գործիչ, որ հանրային ինչ որ գործունեություն է ծավալել եւ ասեք վայելում է մարդկանց ինչ որ մի թվականակի մարդկանց աջակցությունը գոյություն չունի։ Միակ ֆիգուրը, որի մասին խոսում է, դա Թագաժառանգն է, Ռեզա Փահլավին։ Բայց Իրանում ինչքանով հասկացվում է մամուլի հրապարակումներից եւ այդ երկրին ցանոթ շրջանակների դիտարկումներից, շատ լավ են հիշում նաեւ շահական ռեժիմը։ Եվ մոտ 50 տարի այդ հասարակության մեջ երկու սերունդ դաստիարակվել է շիադավան իսլամականության գաղափարախոսության պայմաններում։ Գիտեք, մի այնպիսի իրավիճակ է, որ կարելի է համեմատել 1989-90 թվականներին Մոսկվայում ծավալված բանավիճի հետ։ Արժե փոխել սովետական սահմանադրության 6-րդ հոդվածը, որ երկրի կառավարող ուժը կոմունիստական կուսակցությունն է։ Բոլոր տպավորություն ունեին, որ հատուկ ծառայությունների բանակը, չգիտեմ, Քաբիրոյի հնաբնակները թույլ չեն տա, որ այդ սրբության սրբոցը քանդվի, բայց դա տեղի ունեցավ։ Բայց նույնն է այսօր Իրան, մենք չգիտենք։ Բանավանդ այս պահին կոնկրետ ես խոսում եմ ժամը 13-ի, 13:30-ի ունեցած ինֆորմացիայի բավարար չգիտենք, այս անցած ժամանակը ինչ է փոխվել կամ այս հարցազրույցից հետո արագ կարող է ինչ փոփոխություններ են։ Դատում ենք գոնե այս պահին ես դատում եմ իրադարձությունների զարգացման տրամաբանությամբ, այսինքն կա հնարավորություն, որ Իրանում հոգևոր առաջնորդ ընտրվի, չափավոր արմատական ազնվորություն, որի հետ Միացյալ Նահանգները կարող են գնալ գործարքի, եթե այդ իշխանությունը ճանաչի Իսրայելը եւ Իսրայելին տա անվտանգության երաշխիք, եւ գոյություն ունի երկրորդ թեւ, որը Իսրայելը համարում է չարիք, ամբողջ Պաղեստինը համարում է օկուպացված եւ նպատակ ունի ոչնչացնել հրեական պետությունը։ Ով է այստեղ հաղթելու, ինչ ուժ է կամ ինչ իրական կանխածրագիր կա այս քարոզչության տակ, դժվար է կանխատեսել։ Այսինքն ես հաջորդիվ պիտի ասնեի, թե Իրանի հակահարվածները եւ Իսրայելին եւ տարածաշրջանում ամերիկյան ռազմապազաներին սրանք զսպման միջոց են, թե էսկալացիան խորացնելու եւ հենց շարունակելու։ Ակնհայտորեն դա էսկալացիան խորացնելու միտում ունի, այն իմաստով, որ տեսեք, նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Միացյալ Նահանգների նախագահը իր առաջին այցը կատարել է Պարսից ծոցի արաբական երկրներ։ Սաուդյան Արաբիա, Միացյալ Էմիրություններ, Կատար, սրանք այն ֆինանսական հսկաներն են, որ կարող են ծառայել նոր աշխարհակարգի կառուցման գործին։ Տեսեք, Գազայում միլիարդավոր դոլարների նախնական ծրագիր, որի հովանավոր պետք է լինեն արաբական երկրները, որևէ այլ երկիր չի պատրաստում պաղեստինցիների համար Գազայում դրախտ կառուցել։ Դա Միացյալ Նահանգների նախագահ գերազանց գիտի։
Հիմա թիրախավորելով Էմիրատները, Կատարը, Սաուդյան Արաբիան, վաղ կարող է թիրախավորել Օմանը, չգիտեմ։ Իրանական ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ երկրների տրամադրում է Միացյալ Նահանգների դեմ։ Միացյալ Նահանգների հաշվարկը գուցե այն է, որ այդ երկրներն են տրամադրվելու Իրանի դեմ, բայց այստեղ ես կարծում եմ, որ իսլամական համերաշխության գործոնը չափազանց գնահատվում է, այդ երկրների հասարակությունները որքան են միապետության պայմաններում չեն հանդուրժի, ասենք Սաուդյան Արաբիայի հարձակումը Իրանի դեմ, եւ արդյունքում կարող է փլուզվել Դոնալդ Թրամփի խաղաղության խորհուրդ, որ առանց այն էլ չափազանց խախուտ կառույց է, որովհետեւ ուժային կենտրոնների ազդեցիկ դերակատարները եկեք խոստովանենք այնտեղ չեն։ Չինաստանը այնտեղ չէ, Ռուսաստանը այնտեղ չէ, Եվրամիությունը այնտեղ չէ։ Մյուս կողմից սա կարող է այս իրավիճակը կարող է բերել Եվրամիություն Միացյալ Նահանգներ, այսպես ասեմ, հաշտության, կոնսոլիդացիայի, որտեղ որքան էլ Միացյալ Նահանգները վերջին 1 տարում կամ մի քանի ամիսներին կամահարական վերաբերմունք ունեին Եվրամիության եւ ընդհանրապես եվրոպական երկրների նկատմամբ, իրականությունը այն է, որ այսօր Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, վաղը գուցե Գերմանիայի եւ Իտալիայի կարիքն են ունենալու, որովհետեւ այն հարվածները, որ հասցնում է իսլամական Միացյալ Նահանգների համար ակնհայտ երևում է, որ ցավոտ են։ Եվ սա մեղմ բառ եմ օգտագործում ցավոտ ասելով։ Եվ ի վերջո այստեղ այ պետք է ես արձանագրեմ նաև Ռուսաստանի չափազանց կոշտ արձագանքը, ինչ շահեր, ինչ հաշվարկներ, ինչ ռիսկեր ունեն Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Փոքր ստատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ վերլուծաբան հրապարակախոս Վահրամ Աթանեսյանի հետ, մենք զրուցում ենք Իրանում ընթացող պատերազմի մասին, պարոն Աթանեսյանին վերջին հարցն այն էր, թե ինչ շահեր, հաշվարկներ, ռիսկեր ունեն Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Ռուսաստանի համար ընդհանուր քաղաքական առումով այդ պատերազմը ձեռնտու է։ Հակակշիռ է ստեղծում Ուկրաինայի դեմ իր հարձակմանը։ Եթե Միացյալ Նահանգներին Իսրայելի կարելի է հարվածել Իրանին, ապա լեգիտիմ է նաև Ուկրաինային հասցրած իր հարվածները։ Այս տարածաշրջանում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, ռազմավարական պայմանագիրը չի դες ինչպես մեր հայկական միջավայրում ընդունված է ասել, դա գրականություն է։ Իրականությունը այն է, որ քաղաքական առումով դա խաղակարդ է։ Նույնիսկ այնպիսի տպավորություն կա, որ Թրամփը Իրանին հարվածում է հանուն Ռուսաստանի։ Բայց Ռուսաստանի եւ արտգործնախարարության հայտարարությունը եւ մանավանդ Պեզեշքյանին Վլադիմիր Պուտինի ցավակցական հերագրում տեղ գտած ձևակերպումը, որով նա Խամենեի համարում է ցինիկ եւ բարոյականության ու միջազգային իրավունքի նորմերը կոպիտ խախտող սպանություն, վկայում է, որ Ռուսաստանը այս հակամարտությունից ակնկալվող շահը չի ստացել, որն էր դա միշտ լինել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Մի քանի անգամ Ռուսաստանը հայտարարել, որ պատրաստ է ընդունել Իրանի հարստացած ուրանի պաշարները որպես երաշխավոր եւ այլն, բայց այստեղ ոչ այնքան Միացյալ Նահանգների բարյացակամության կամ ոչ բարյացակամության խնդիր, կա այլ Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերյալ բացարձակ դեմ է արտահայտվել իր պաշարները Ռուսաստանին հանձնելու առաջարկին։ Նախկին արտգործնախարար Զարիֆը հայտարարեց, որ Թուրքմենչայի պայմանագրից ի վեր, Ղաջարական դինաստիայից ի վեր Ռուսաստան Իրանի ճշտամին է եւ երբեք չի կարելի Ռուսաստանին վստահել։ Նույնը վերաբերում է Թուրքիային։ Թուրքիան էր փորձում միջնորդ լինել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, նույնիսկ Իրանի ուրանի հարստացած պաշարները կարող էր պահել, չգիտեմ, դերսան մերժում ստացավ։ Իրանը չգնաց, ինչը վկայում է
Իրանի համար չափազանց սկզբունքայնությունը, որովհետև մի բան է ինչ որ հարցի շուրջ պայմանավորվել։ Մի բան է դա անել ինքնիշխանության, պետական հեղինակության եւ ինչու՞ չէ նաեւ ազգային արժանապատվության հաշվին։ Իրանը հստակ ապացուցեց, որ նախապատվություն տալիս է եւ պետական ինքնիշխանությանը, եւ տարածքային ամբողջականության ու քաղաքական միասնականության պահպանմանը, եւ քաղաքակրթական արժանապատվությանը։ Այս առումով երևի ամենաճիշտ բնորոշումը տվել է Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը, ասելով, որ Իրանը 2500 տարվա կայսրություն է։ Եվ այդ կայսրության ընկալումները, թեև փաթեթավորված են, ասենք, իսլամականությամբ, շիադավան գաղափարախոսությամբ, բայց դա արդեն ազգային ինքնություն է, քաղաքակրթական ինքնություն է, որը հակադրում է եւ ռուսական, եւ թուրքական աշխարհընկալումներին, այսինքն մինչև Ադրբեջանին հասնելիս Չինաստանը կարող է լինել ոչ թե դիտորդ, այլ ձեր ասած այդ միջնորդական առաքելության։ Ես կդժվարանամ Չինաստանի վերաբերմունքը կանխատեսել, որովհետև Չինաստանը ըստիս բացառապես իր ազգային շահերով է առաջնորդում։ Բացառապես եւ որևէ տեղ, որտեղ ինքը անելիք չունի, չի միջամտում։ Չինաստանի համար ես կարծում եմ բավական է այն աջակցությունը, որ նա անցյալ տարվա հունիսյան էսկալացիայից հետո ցուցաբերել է Իրանին, եւ եթե այսօր Իրանը որևէ դիմադրողականություն դեռևս պահպանում է, ապա դա նաեւ ի շնորհիվ Չինաստանի ցուցաբերած աջակցության։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ ինչպես միշտ գործ ունենք մեղմ ասած Գուրիոզի հետ, որտեվ փետրվարի 25-ին Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հրամանատարի տեղակալը, որը պատասխանատու է սպառազինությունների ուղղությամբ, կարծեմ Գրեխով ազգանունով գեներալ-գնդապետ ժամանել է Բաքու եւ հանդիպում է ունեցել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Իսլամզադեի հետ ու այդտեղ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այսօր 10 Ռուսաստանի պետական գործակալությունը Կավկասское обозрение Telegram-յան ալիքից մի նյութ է իր կայքում տեղադրել, ըստ որի Իրանին հարվածելուց առաջ ամերիկյան արբանյակային հետախուզությունը տեսանկարահանել է Գանջայի ռազմական օդանավակայանը։ Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները կարող է ծայրահեղ լարվածության դեպքում Գանջայի ռազմական օդանավակայան օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների նպատակով, բայց 3 օրվա երկրորդ կեսին, եթե չեմ սխալվում, տարածվել է Իրանի նախագահին Իլհամ Ալիևի ցանկացական ուղերձը, որտեղ նա Իրանի ժողովրդին անվանում է բարեկամ եւ եղբայր։ Ես չեմ կարծում, թե արկա իրավիճակում Իլհամ Ալիևը կարող է իրեն թույլ տալ նման երկերեսանիություն։ Մի կողմից ասենք տարած տրամադրել, մյուս կողմից Իրանի ժողովրդին անվանել բարեկամ եւ եղբայր, մանավանդ որ ինչպես հայտնի առակում է ասում, գայլին հասցված ապտակը պետք է ուսանելի լինի Ադրբեջանի համար, որովհետև Իրանը արդեն հայտարարել է, որ ոչ մի կարմիր գիծ գոյություն չունի իր համար եւ տարածաշրջանի բոլոր երկրները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազա, կամ որ երկիր կարող է աջակցություն ցուցաբերել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, ենթակա է հրթիռային հարձակման եւ սա արդեն անբեկանելի որոշում է, որովհետեւ եթե Թեհրանը թիրախավորում է Դուբայը, ապա այստեղ որևէ բան Ադրբեջանի նկատմամբ որևէ գթասրտություն, այսպես ասած, չի կարող լինել, մանավանդ որ ամերիկյան հարձակումից 1-2 օր առաջ Իրանը Կասպից ծովում Ադրբեջանի հետ ջրային սահմանի օդային տարածքը փակել է եւ այնտեղ դրոնների
զորավարժություն է անցկացրել, ըստ երևույթին դա կապված է ռադիոէլեկտրոնային պաշտպանության համակարգերի փորձարկման հետ, ինչը նույնպես նշանային է։ Չեմ կարծում, թե Ադրբեջանը կարող է ենթարկվել Միացյալ Նահանգների կամ Իսրայելի պնդումներին կամ ճնշումներին եւ իր տարածքը տրամադրել չտա Աստված, եթե գործը հասնի դրան, որովհետեւ դա վտանգ է նաեւ Հայաստանի համար, որովհետեւ եթե Ադրբեջանի տարածքը տրամադրում է, դա վտանգ է նաեւ Հայաստանի համար։ Իհարկե, որովհետեւ Իրանի Ադրբեջանի դեմ ցանկացած ռազմագործողություն կարող է ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների, պայմանների, չգիտեմ, բազմաթիվ հարցեր կա, ընդհանրապես Ադրբեջանը կարող է պրևենտիվ գործողությունների դիմել, կարող է կոմունիկացիաները կրկին փակել, չգիտեմ, հազար ու մի մանրուքներ կան, ես հույս ունեմ, որ իրավիճակը դրան չի հասնի։ Հայաստանի մասով ինչ կարելի ասել, դիրքորոշում, ինչպես անել, պահպանել սառնասրտություն, արտաքին հավասարակշռություն։ Գիտեք, Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազայի ներկայությունը ըստ էության բացառում է երրորդ երկրի միջամտությունը Հայաստան կամ Հայաստանի ենթակառուցվածքների տրամադրում։ Մանավանդ որ Հայաստանում այսպես նման ենթակառուցվածքներ գրեթե չկան։ Այսինքն միակ օդանավակայանը, որ ռազմական ինքնաթիռներ են ընդունում, դա Էրեբունի օդանավակայանն է, այն էլ գտնում է ռուսական փաստացի ռուսական վերահսկողության տակ եւ որևէ երկիր, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ հնարավորությունները հաշվի առնելով նույնիսկ մտքից չի անցկացնի, որ Հայաստան կարող է հակաիրանական գործողությունների նույնիսկ պլացդարմ հանդիսանալ։ Չէ, խոսքը ոչ թե այն մասին է, որ Հայաստանը օգտագործվի, Հայաստանի տարածքը տրամադրի, այլ որ անկախ իմ կամքից չդառնա ուրիշների փախման գոտի։ Այդ ենթադրությունը կամ կանխատեսումը ինչի մասին կարող է լինել, ասել ես գիտեմ ձեր հարցի այսպես ենթատեքստը, որովհետև վերջին մի քանի օրերին եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, եւ վերլուծաբաններ, եւ սոցիալական ցանցերի օգտատերեր անընդմեջ քննադատում են Հայաստանի կառավարությանը, որ անտերության է մատնել, իրավիճակը էկզիստենցիալ է, վարչապետը նարդի է խաղում, չգիտեմ, պիրաշկի կուկուրուզ են ուտում ազգային ժողովի նախագահից, բայց իրականությունը որն է, իրականությունը այն է, որ փետրվարի 22-ից 25-ին Հայաստանի պաշտպանության նախարարը գտնվել է Իրանում եւ արժանացել ամենաբարձր մակարդակի ընդունելության, ես ամենաբարձր ասելով նկատի չունեմ նախագահ Փեզեշքյանին, ես նկատի ունեմ անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանիի։ Սուրեն Պապիկյանի այցը սկսվել է պաշտպանության նախարարից Իրանի, որ սպանվել է, եւ ավարտվել է Ալի Լարիջանիի հետ քննարկումներով, չէ՞։ Բայց սպեկտրը ցույց է տալիս, որ դա լուրջ այց է։ Ավելի չասենք, որպեսզի ենթադրություններ կամ այլ ասացությունների տեղ չթողնենք։ Հայաստանի վարչապետը գումարել է անվտանգության խորհրդինից հատուկ Իրանին վերաբերող հարցեր։ Բա դրանից առավել ինչ կարող է արվել, մանավանդ որ անվտանգության խորհրդի քարտուղարը կարճ գրառմամբ տեղեկացել է, որ այնտեղ նաև ցավակցություն է հնչել սպանված պաշտոնյաների պահման կապակցությամբ։ Հիմա ինչ պետք է անի ավելին Հայաստանը։ Ասենք որն է Հայաստանի հնարավորությունը կամ մենք ինչ գիտենք Հայաստանը ինչ դիվանագիտական քայլեր է ձեռնարկում։ Ինչ է բխում Սուրեն Պապիկյանի Թեհրան կատարած երկօրյա այցից։ Մենք չգիտենք։ Եվ ընդհանրապես դիվանագիտությունը այն է, երբ մենք չգիտենք, թե ինչ է կատարվում։ Երբ մենք գիտենք, թե ինչ է կատարվում, դա այլևս դիվանագիտություն չէ, դա պետական քաղաքականություն չէ։ Գուցե ինչ որ մեկին ձեռնտու է, որ Հայաստանը ներքաշվի այդ հակամարտություն, բայց Հայաստանի ռեգիոնալ եւ հատկապես աշխարհաքաղաքական ռեսուրսը այն չէ, որպեսզի Հայաստանը իրեն թույլ տա նման հարցերի մասին նույնիսկ
մտքով անցկացնել։ Գիտեք, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջնորդության պարտավորություն չեն վերցնում։ Ընդունել են միակողմանի Իրանին դատապարտող կեցվածք։ Ռուսաստանի նման երկիրը ընդունել է միանշանակ հակաամերիկյան դիրքորոշ։ Ամեն դեպս հրապարակային հայտարարությունը սա է։ Չինաստանը խոսում է միջազգային իրավունքը հարգելու եւ չգիտեմ ընդհանուր ձևակերպումներ։ Հնդկաստանը կողմերին կոչ է անում շուտապույտ վերադառնալ բանակցությունների սեղանաշուն։ Այս ֆոնին Հայաստանը ինչ պիտի անի։ Հայաստանը ինչ կարող է անել։ Հայաստանը կարող է անել մի բան, որ արդեն արել է։ Դա պաշտպանության նախարարի այցն է Թեհրան եւ այդտեղ կապ չունի պաշտպանության նախարարը զոհվել է կամ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զոհվել է։ Վաղը նրան փոխարինելու է մի պաշտոնյա, որ Հայաստանի հետ հարաբերությունները կառուցելու է Սուրեն Պապիկյան Մուսավի բանակցությունների արձանագրված եւ այսպես ասենք մաղի երեսի մնացած նյութի շրջանակներում։ Ավելին ինչ կարելի է ասել, համենայնիվ ես չեմ կարող ավելի դատողություններ անել։ Մեկ հարցելու դերևս արդեն ավարտենք, ինչ կանխատեսումներ ունեք այս պատերազմի շարունակության հետագայի ընթացքի տևողության մասով։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է 4 շաբաթ, այսինքն 1 ամիս, բայց միաժամանակ ասում է, որ ռազմական գործողությունները ներկայումս շարունակվում են եւ ամբողջ ուժով եւ կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ մեր բոլոր նպատակները չեն իրագործվել։ Շատ բարդ է կանխատեսում անել, որովհետեւ մի կողմից գործ ունենք Միացյալ Նահանգների նախագահի բարձր հեղինակության փորձության դնելու հետ, մյուս կողմից Իրանի վերնախավի կարծր դիմադրողականությունը թույլ է տալիս ենթադրել, որ զինված հակամարտությունը շարունակվելու է, պատերազմ շարունակվելու է առնվազն այնքան ժամանակ, ինչքան Միացյալ Նահանգների նախագահն է կանխատեսում։ Ես կարող եմ այսպեսի կանխատեսել, գուցե Միացյալ Նահանգները ուղղակի ռազմական գործողություններից հետ քաշվեն, բայց աջակցելով այդ պատերազմի ծանրությունը թողնելով Իսրայելի վրա։ Բայց ինչպես ամենասկզբում եմ ասել, սա փորձություն է թե Միացյալ Նահանգների, թե Իսրայելի եւ թե Իրանի համար։ Եթե գտնվի ինչ-որ մի մոդուս, որը կբավարարի Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական, ընդհանուր քաղաքակրթական շահերը, սա կլինի գերազանց լուծում, բայց դրա հավանականությունը շատ չնչին է։ Ես չեմ կարծում, թե Իրանը սկզբունքորեն այս պատերազմում պարտվելու է։ Ինչ հարաբերություններ հետագայում ձևավորվելու Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև կդժվարանամ կանխատեսել, բացի մի բանից։ Ես չեմ բացառում, որ Եվրամիությունը Իրանի նկատմամբ պատժամիջոցները սահմանափակի, մեղմի, որպեսզի Իրանը սոցիալ-տնտեսական ճգնաժամից կարողանա ուշքի գալ եւ իշխանությունը ապագա իշխանությունը հարաբերականորեն ոչ այնքան ռադիկալ լինի։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Պատերազմները սկսում են ռազմի դաշտում, բայց ավարտվում են քարտեզների վերաձևմամբ։ Այնինչ այսօր կատարվում է մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում, միայն Իրանի մասին չէ, այն ամբողջ տարածաշրջանի մասին է, ամբողջ տարածաշրջանի նոր ճարտարապետության մասին է եւ նույնիսկ ավելի մեծ ընդգրկումով, քան միայն մեր տարածաշրջանն է։ Մեր խնդիրը սառը հաշվարկներն են եւ մեր հավասարակշռությունն ու կայունությունը պահպանելը։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի վերլուծաբան հրապարակախոս Վահրամ Աղանեսյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։